Փակ գաղտնի քվեարկությունը տարբեր տեսակի ընտրություններում անցել է շատ երկար ճանապարհ դարերի միջով։ Այն ենթադրում է արդար, ազնիվ, միջամտությունից զերծ, մարդու իրավունքները չոտնահարող գործընթաց։ Արդյոք արդար եւ ազնիվ են անցկացվում ընտրությունները։ Իհարկե ոչ։ Եթե գաղտնի են դրանք, ապա ինչպես կարելի է դրանք լրացուցիչ նաև անվանել թափանցիկ։ Ինչպես կարող են փակ գաղտնի ընտրությունները լինել թափանցիկ։ Բազմազան աշխարհով մեկ միլիոնավոր իրավագետներ, քաղաքագետներ, քաղաքական, պետական եւ հասարակական գործիչներ, վերլուծաբաններ ամեն մի ընտրությունից առաջ եւ հետո խոսում են ընտրությունների կեղծումից, ընտրակաշառքներից, պետական ռեսուրսների օգտագործումից, ճնշումների եւ բռնաճնշումների կիրառումից, ընտանեկան, խնամյական, բարեկամական կապերի միջոցով տարբեր ձևաչափերով պատգամավոր ընտրելուց կամ նույնիսկ նշանակելուց։ Խոսվում է լրատվամիջոցների միջոցով ընտրությունների արդյունքների վրա ազդելուց եւ այլն։ Լայնորեն կիրառվել են ընտրությունների օրը իբր մարդկանց կաշառելու դեմ իրականացվող գործողությունները։ Իբր իրավապահները, այսպես ասած, բռնել են ինչ-որ անհայտ անձանց ընտրակաշառք տալիս ու վերցնելիս։ Աղմուկ է բարձրացվել այն մասին, որ տեսեք, մենք աշխատում ենք։ Վերջում ինչ-որ դիտորդներ հաստատել են, որ ընտրություններն անցել են առանց որևէ էական խախտումների եւ դրանք համարվում են կայացած եւ լեգիտիմ։ Այնուհետև անհաջողությունները բարձվում են հասարակ ժողովրդի վրա։ Խոսել ժողովրդի անունից ամենահեշտն է, իսկ ժողովրդի համար լավ բան անելը ամենադժվարը եւ անցանկալին երևի։ Բայց քվեարկությունը կտա ազատություն, այդ թվում խոսքի։ Ինչու են ընտրությունները անցկացվում ինչ-որ անհասկանալի դիտորդների մասնակցությամբ եւ կասկածներով, որպեսզի դրանք իբր անցնեն ազնիվ, արդար եւ թափանցիկ օրակարգով։ Եվ ինչու պետք է ինչ-որ միջազգային կոչված դիտորդներ վերահսկեն մեր ընտրությունները։ Սա նշանակում է, որ արդի ընտրական մեթոդը արդար, ազնիվ եւ թափանցիկ չէ, քանի որ երբեք չեն եղել ընտրություններ, որոնցից առաջ եւ հետո չեն հայտարարվել բազմաթիվ խախտումների եւ հանցագործությունների մասին։ Ընտրական խախտումները տեղի են ունենում քվեարկությունը սկսելու օրվանից բավականին առաջ, ամիսներ, միգուցե եւ տարի առաջ։ Եվ համոզելը, եւ ահաբեկելը, եւ կաշառելը տեղի են ունենում շատ ու շատ առաջ պայմանավորվածությունների եւ լոբինգի միջոցով։ Ընտրություններից առաջ եւ հետո տեղի են ունենում վեճեր, կռիվներ, ծեծ ու ջարդեր, ձերբակալություններ, նույնիսկ սպանություններ եւ այլն։ Դա իհարկե ոչ միայն մեզ մոտ է երբեմն լինում, այլ ամբողջ աշխարհով մեկ։ Առհասարակ ընտրական կարգը, որը գործում է աշխարհի շատ երկրներում, ինչպես նաեւ մեզ մոտ, տեղի է տվել եւ տեղի է տալիս բազմատեսակ խախտումների եւ դժգոհությունների։ Ապագա խորհրդանին հորդորում եմ քննարկել ընտրական կարգը եւ փոխել այն։ Առաջարկում եմ անցնել բաց եւ թափանցիկ քվեարկության կարգի։ Երբ ասում եմ, որ կգործի վախի մթնոլորտ, դա կբացառվի իրականում։ Հարկավոր է մշակել կարգ ընտրությունից հրաժարվելու սխեմայով։ Ընտրական իրավունք ունեն բոլորը, հրաժարվելու իրավունք նույնպես։ Մարդը նախորդ կամ հենց ընտրության օրը կարող է վերցնել հրաժարվողի թերթիկ եւ ոչ թե բոլորին դեմ եմ եւ ջնջի կամ ամավեր դարձնի թերթիկը։ Այս 35 տարիների ընթացքում շատ են բարձրաձայնվել կարծիքներ, այդ թվում համոզված կարծիքներ, որ ամեն ոք չէ, որ պետք է ընտրի, կապված կրթության, դաստիարակության եւ մտավոր զարգացվածության հետ։ Կարծում եմ դա կլինի խտրականություն։ Իսկ այ բաց քվեարկությունը մարդկանց կտա համարձակություն եւ վերջնական ազատություն իր կարծիքը եւ համոզմունքները արտահայտելու համար։ Համարձակ եւ բաց ընտրողները կլինեն անհավատալի շատ։ Ընտրության իրավունք ունեցողների մոտ 80%-ը, ես դա համոզված եմ, որովհետեւ հիմա երբ որ մարդկանց հետ խոսում ենք, զրուցում ենք,
Ասում եմ, ես կարծիքս ունեմ եւ կարող եմ շատ բաց գնամ եւ քվեարկեմ իմ ցանկացած նույն այս պահին կուսակցության օգտին։ Ընտրությունների ժամանակ կիրառվեց նաեւ մատնահետքերով քվեարկությունների համակարգը, եթե հիշում եք, այն նույնպես ոչինչ չտվեց։ Ընտրությունները պետք է լինեն ապակուսակցական, որպեսզի իսկականից խելոք եւ խելացի մարդկանց պրոֆեսիոնալ եւ ինտելեկտուալ պոտենցիալ ուժը կիրառվեն հայրենիքի բարգավաճման համար։ Գործող ընտրակարգով ընտրության գնալը բոլորովին չի բխում քաղաքացիների շահերից։ Ես այս ընտրակարգով քաղաքավարությունից ելնելով ստիպված եմ գնալ ընտրության եւ դա կլինի վերջին անգամ։ Ժամանակին չեմ գնացել մի քանի ընտրությունների, այդ թվում չեմ մասնակցել սահմանադրական փոփոխությունների քվեարկությանը, որովհետեւ տեսնում եմ, որ մարդկանց քշում են տեղամասեր որպես մի անհասկացող զանգվածի, համոզված լինելով, որ ոչ մեկն էլ չի կարդացել առաջարկվող նախորոք իրար մեջ հաստատված ժողովրդին ոչինչ չտվող բազմիցս բռնաբարված սահմանադրություն կոչվածը եւ նախընտրական ծրագրերը։ Այսու առաջարկում եւ պահանջում եմ իմ կողմից ընտրվող եւ հետագայում ընտրված պատգամավորներին քննարկման դնել ընտրական օրենքը, սահմանել կրթական եւ տարիքային ցենզ։ Տարիքային ցենզը ես կասեի 40 տարեկանից ցածր տանապես պատգամավորությունը մերժել պատգամավոր դառնալը եւ ավականին նույնպես երիտասարդ տղաներն աղջիկներն դառնում են ավականու անդամ, ինչ է ավականին, ավակների մասին է խոսքը, ավակների խորհուրդ եւ այսպես առաջարկս է բաց քվեարկություն, հաջողություն բոլորին։